ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքում գրել է հերթական աղմկահարույց հայտարարությունը, պնդելով, որ Իրանի հետ որևէ գործարք չի լինելու բացի անվերապահ կապիտուլյացիայից։ Նա նշել է, որ միայն կապիտուլյացիայից եւ մեծ ու ընդունելի նոր առաջնորդների ընտրությունից հետո Միացյալ Նահանգները իր դաշնակիցների ու գործընկերների հետ անդադար կաշխատի Իրանին կործանման եզրից հետ բերելու համար։ Թրամփը խոստացել է, որ իր օգնությամբ Իրանը տնտեսապես կդառնա ավելի մեծ, լավը եւ հզոր, քան երբևէ եղել է։ Նա շեշտել է, որ երկրին սպասվում է մեծ ապագա։ Միացյալ Նահանգների ղեկավարը իր ուղերձը ամփոփել է նոր «Դարձնենք Իրանը նորից մեծ» կարգախոսով։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թեհրանում եւ Սպահանում իրանական ենթակառուցվածքների վրա հարվածների 15-րդ ալիքը սկսելու մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վաղուց են պատրաստվել այս պատերազմին եւ վստահեցրել, որ այն կվերածվի ճահճի բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ներքաշվել դրա մեջ։